Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է հուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խանդանյան, այս պահին երբ մենք զրուցում ենք, մի քիչ այն կողմ հանրային ռադիոյի շենքից տեղի ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը, հանդիպումը սպասված էր, հանդիպումը անոնսվել էր, շատ թեմաներ են շրջանառվում, որոնց մասին երևի կխոսեն երկու պաշտոնյաները, բայց ըստ ձեզ հիմնական մեխը որն է լինելու։ Հիմնական մեխը լինելու է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին, Թրամփի սկսած խաղաղության գործընթացին, եւ այցի հիմնական նպատակն էլ դա է, այսինքն Ամերիկայի փոխնախագահը Հայաստանում է, որպեսզի ցույց տա, որ Միացյալ Նահանգները շարունակում է շահագրգռված ու ներգրաված լինել տարածքային խաղաղության եւ կայունության ջանքերին։ Ամերիկայի նախագահը եւ փոխնախագահը 4 տարով են ընտրվում եւ չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ, որտեղ որ հրավիրում են կամ որտեղ որ ցանկանում են մեկնել։ Եվ որ Ամերիկայի փոխնախագահը այցելում է Հայաստան, իդեպ սա ամենաբարձրաստիճան այցն է մեր անկախության պատմության ընթացքում, սա շատ հստակ քաղաքական մեսեջ է Միացյալ Նահանգների թե խաղաղության, տարածաշրջանային կայունության աջակցության տեսանկյունից եւ թե Հայաստան-Ամերիկա ռազմավարական գործընկերության տեսանկյունից։ Եկեք փորձենք տարանջատել մի քանի թեմա, տեսեք, ես ենթադրում եմ, որ խոսքը գնա Իրանի հետ հարաբերությունների մասին, Հայաստան-Իրան հարաբերությունների մասին եւ ենթադրում եմ, որ դրա նախաձեռնողը կլինի հայկական կողմը, հաշվի առնելով այն սպառնալիքը, որ Միացյալ Նահանգների նախագահը հնչեցրեց, ասելով, որ այն երկրները, որոնք Իրանի հետ ունեն սերտ առևտրային հարաբերություններ, մաքսատուրքերի տեսքով կպատժվեն, այսինքն 50% մաքսատուրք կսահմանվի այդ երկրներից, 50 հետո կարող է իջացնել 25։ Պարոն Թրամփը միշտ ասում է 50 թիվը, հետո իջացնում է 25-ի, այդպես հետաքրքիր բան կա։ Հիմա Հայաստանը ըստ էության խնդիր ունի այդ իմաստով։ Ըստ ձեզ Վենսի հետ հնարավոր է խնդիրը քննարկել։ Տեսեք, Միացյալ Նահանգները միշտ եւ հատկապես վերջի շրջանում ըմբռնում է Հայաստանի աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրքի բարդությունները եւ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների լավ հարաբերություններ ունենալու կարեւորությունը եւ մինչեւ այս պահը Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում երբևէ խնդիր չի առաջացել Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների պատճառով եւ այդ հայտարարությունը եւ նաեւ նախագիծը, որով պատրաստվում է Միացյալ Նահանգները նման քայլի դիմել, ունի նաեւ ենթատեքստեր, ենթակետեր, որտեղ նշվում է, որ երկիր առ երկիր պետք է նաեւ այս հարցերը քննարկվեն։ Ես վստահ չեմ, որ այսօր այդ թեման ամբողջ ծավալով քննարկվելու է, բայց այնուամենայնիվ դա մի տեղ է, որտեղ Հայաստանի Միացյալ Նահանգները կարող են ունենալ խոսակցություն եւ ակնկալել Միացյալ Նահանգների այնպիսի վերաբերմունք, որը որևէ կերպ չի ազդի Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների վատ թարացմանը կամ լարմանը։ Ես այդտեղ շատ մտահոգություններ չունեմ, ճիշտ ասած, այս տեսանկյունից, որովհետեւ Միացյալ Նահանգները շատ մեծ ծավալով է սկսել Հայաստանի հետ խորացնել, շատ գործնական հարցերում է սկսել խորացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ եւ չեմ կարծում, որ մեր առևտրաշրջանառությունը Իրանի հետ շատ մեծ ազդեցություն կունենա այդ հարաբերությունների վրա։ Թեմա համար 2 Թրամփը իր Truth սոցիալական կայքում ակնարկել էր, որ Վենսի այցի ընթացքում որոշակի առաջընթաց կլինի միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների գործակցության ուղղությամբ ենթադրվում էր, որ խոսքը վերաբերելու է նոր ատոմակայանի կառուցմանը։ Խոսքը ավելի շուտ վերաբերվում է 1-2-3 կանոնը գրող համաձայնագրին, որը Միացյալ Նահանգները կնքել է 20-ից ավելի երկրների հետ խաղաղ նպատակներով միջուկային էներգիա զարգացնելու նպատակով աջակցում է Միացյալ Նահանգները ըստ էության այդ երկրներին եւ Հայաստանը բականի վաղուց բանակցում է, որպեսզի այս համաձայնագիրը Հայաստանի հետ եւս կնքվի։
այդ համաձայնագրի կնքումն, տեխնիկական process-ը ենթադրում եմ որոշակի ժամանակ կտրվի, բայց այսօր հավանաբար հայտարարվում է այդ համաձայնագրի կնքման Միացյալ Նահանգների պատրաստակամության մասին, ինչ շատ կարևոր է Հայաստանի համար, եւ խոսքը ոչ միայն նոր ատոմակայանի մասին է, Հայաստանը վերջերս էլ տարածքային կառավարման նախարարը հայտնեց, որ դեռ ուսումնասիրում է, թե որ կողմի հետ պետք է սկսեն բանակցություններ, բայց Միացյալ Նահանգները գլխավոր տեխնացուներից մեկն է, որ Հայաստանը ցանկանում է գործընկերություն ունենալ այս ոլորտում, բայց նաև տեխնիկական աջակցության, կրթական աջակցության, կարողությունների զարգացմանն է այս համաձայնագիրը վերաբերվում, որի կարիքը մենք ունենք։ Հիմա տեսեք, քանի որ միջուկային էներգետիկայից խոսեցինք, ես շարունակեմ, թեման նկատի ունեմ։ Տեսեք, խոսակցություն կա, որ հայկական կողմը այնուհանդերձ հակված է գնալ ամերիկյան մոդուլային ատոմական կառուցելու այդ դրամաբանությամբ։ Ռուսական կողմը հանկարծ հիշում է, որ ինքը նույնպես կարող է ատոմական կառուցել, առաջարկում է արդեն պաշտոնապես Հայաստանին, ասում է մենք գանք ձեր կառուցենք։ Այդ ընթացքում մեծամորի ատոմականը կանգնեցվում է 5 ամսով բնականաբար կյանքը երկարաձգելու նպատակով վերանորոգման համար, եւ շատերը այս շղթան դիտարկում են որպես Հայաստանին հնարավորինս շանտաժի ենթարկելու գործիք։ Այսինքն ատոմականը հիմա Ռոսատոմն է այդ ամեն ինչով զբաղվում, կուզեն կմիացնեն, կուզեն կվերանորոգեն, չեն ուզի չեն վերանորոգի, ասում են այ մենք էլ կարող ենք երկրորդ ատոմականը կառուցել եւ այլն, եւ այս ամեն ինչը ըստ էության կարող է Հայաստանի համար բավական լարված իրավիճակ ստեղծել, այսպես ասեմ, փոխհարաբերությունների մեջ։ Տեսեք, Հայաստանը ինքն է նախաձեռնել եւ ցանկություն հայտնել մոդուլային ատոմակայան կառուցելու վերաբերյալ եւ սա նաեւ պետք է բիզնես գործարքի տրամաբանությամբ նայել եւ մենք կդիտարկենք բոլոր առաջարկները, Հայաստանի կառավարությունը կդիտարկի բոլոր առաջարկները եւ այդտեղ կա ծախսարդյունավետության փորձի, որովհետեւ այդ ատոմակայանները այնպես չէ որ շատ են հիմա աշխարհում եւ շատ չեն են երկրները, դրանք Ռուսաստանն է, Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան, Ֆրանսիան, եթե չեմ սխալվում, որոնք արդեն սկսել են կառուցել եւ պետք է նաեւ արդյունավետությունը տեսնել, թե որ երկրի կառուցած կամ կառուցվելիք ատոմակայաններն են արդյունավետ։ Ես այստեղ չեմ կարծում, որ լարվածության առիթ կա, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների այդ կոնտեքստում, որովհետև Հայաստանը ունի Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում լայն համագործակցություն եւ այս համագործակցությունում էլ զարգանալու տեղ կա գազի մատակարարման, դրա գնի շուրջ բանակցությունների եւ այլն։ Ուստի Հայաստանը իհարկե ես ասում եմ բիզնես տրամաբանության տեսանկյունից, բայց նաև իր բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության տեսանկյունից նաև պիտի էներգետիկ անվտանգության հարցերին վերաբերվի եւ մենք բազմիցս ենք ասել, որ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը ամրապնդելու տեսանկյունից շատ կարեւոր է, որպեսզի մենք բազմազանեցնենք մեր գործընկերներին տնտեսության, էներգետիկայի, անվտանգության ոլորտներում եւ եթե Հայաստանը որոշի եւ ստացվի հաջողի Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունենալ այս գործարքը եւ Միացյալ Նահանգների աջակցությամբ եւ համագործակցությամբ Հայաստանում նոր ատոմակայան կառուցվի, դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ էներգետիկ այլ ոլորտներում հնարավոր չի լինի համագործակցել։ Գիտեք ինչու եմ ասում լարվածություն ստեղծում է ինքնին, որովհետև համենայնիվս վերջին շրջանում այն ինչ որ առաջարկում է Ռուսաստանը, ըստ էության դա այնքան էլ առաջարկ չի, ամենը ընկալվում է որպես պահանջ, որպես ուլտիմատում։ Մենք բազմաշերտ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, հաճախ բարդ հարաբերություններ են այդ հարաբերությունները, բայց ես պիտի ասեմ, որ դրանք վատ հարաբերություններ չեն։ Եվ եթե ռուսական տարբեր շրջանակներ, մամուլը եւ այլն դրանք փորձում այդպես սև ամպերի ներքո ներկայացնել, իրականության մեջ ես կարծում եմ այնքան էլ այդպես չէ, որովհետեւ մենք թե էներգետիկայի ոլորտում, թե տնտեսության ոլորտում եւ մնացած այլ հումանիտար հարցերում եւ այլն ունենք նորմալ հարաբերություններ, շփումներ Ռուսաստանի հետ եւ մենք փորձում ենք, մենք Հայաստանը մինչեւ այսպա որևէ քայլ չի արել, որը լարվածություն կստեղծի մեր հարաբերություններում,
բայց մենք նաև մի շատ կարիքներ ունենք եւ մեր կարողությունները զարգացնելու, ինչպես նախորդիվ նշեցի, մեր գործընկերներին եւ հնարավորությունները բազմազանեցնելու խնդիր ունենք եւ այդ առումով մենք մեր գործերը պիտի առաջ տանենք, էլի։ Այդ թվում նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման կոնտեքստում։ Դա մենք ակնկալենք ունենք այստեղ նաև ռուսական կողմից, որովհետև ռուսական ընկերությունն է շահագործում մեր երկաթուղիների մի մասը, եւ մեզ համար առանցքային նշանակություն ունի, որ Ռուսաստանը Հարավկովկասյան երկաթուղիների ընկերությունը սկսի ներդրումներ անել Երասխի եւ Գյումրի կարս երկաթուղու վերականգնման ուղղությամբ։ Այդ ներդրումները որտեղից պիտի անի։ Այդ ներդրումները որ տարեկան $2 միլիարդ մոտավորապես տնտեսական ահռելի ճեղք ունի ռուսական համապատասխան ընկերությունը։ Մենք ունենք պայմանագիր ռուսական այդ ընկերության հետ եւ դա պարտավորություն է այդ ընկերության եւ ինչպես նշվել է քաղաքական մակարդակում, դա մեզ համար ամենաառանցքային պրոյեկտներից մեկն է, թե քաղաքական առումով խաղաղության, անվտանգության տեսանկյունից եւ թե տնտեսության ու ապաշրջափակման տեսանկյունից, եթե այն տեղի չունենա, այսինքն անպատասխան դերումներ չան եւ արագ կերպով չվերականգնի, հայկական կողմը ստիպված կլինի ինքնուրույն դա անել։ Լավ, հələ այդ հատվածը թողենք, իջնենք մի քիչ ներքև, դեպի հարավ Թրիփին հասնենք։ Տեսեք, Ալեն Սիմոնյանն էլ էր ազգային ժողովի նախագահ Մոսկվայում էր եւ այնպեսի տպավորություն էր, որ այնտեղ ուլտիմատումներով էին խոսում կամ ամենանեպս ես չգիտեմ նեղ շրջանակով հանդիպումների ժամանակ, բայց ֆոնն եմ ասում, հա, դամապատկերում ըստ էության այսպիսի խոսույթ էր պատտվում կամ Ռուսաստանը մասնակցելու է Թրիփին կամ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կդիմի այլ գործիքակազմով գործողությունների մոտավորապես։ Ես պիտի նշեմ, որ ազգային ժողովի նախագահի եւ Ռուսաստանի գործընկերների, թե արտաքին գործերի նախարարի, թե Դաշնային խորհրդի նախագահի հետ շատ օգտակար քննարկումներ են տեղի ունեցել եւ ես չեմ կարծում, որ մենք մեր գործընկերները եւ արժանախագահ Հայաստանը վերադարձել ուլտիմատումի զգացումով, իսկ ինչ վերաբերում է Թրիփում Ռուսաստանի մասնակցությանն, ապա ամեն ինչ սևով սպիտակի վրա գրված է, թե ինչպես կարող են երրորդ կողմերը ներգրաված լինել այդ նախագծում եւ այդտեղ պետք է կոնսենսուս Հայաստանի եւ Միացյալ Նահանգների Թրիփ զարգացման ընկերության խորհրդում կամ այնպես ինչպես կոչվի այն կանոնադրության մեջ պետք է կոնսենսուս, այսինքն Հայաստանն եւ Միացյալ Նահանգները պետք է միասնաբար որոշեն, թե երրորդ կողմերը լինեն դա երկրներ, թե ընկերություններ կարող են ներգրավել, թե ոչ։ Եվ անկախ որևէ երկրի ներգրավելու կամ չներգրավելու կամ ընկերության ներգրավելու չներգրավելու հանգամանքից այդ նախագիծը կյանքի է կոչվելու եւ այդտեղ պետք չէ աշխարհակաղակական դավադրություններ փնտրել։ Աշխարհակաղակական դավադրություններ փնտրողների պակաս մենք չունենք, որովհետև Թրիփը արդեն կնքել են, որ Հայաստանին ներքաշել են մեծ թուրանական ծրագրի մեջ, մեզ հետո ուտելու են։ Այսինքն այդ տրամաբանությունը բխում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս ներգրավել է մեծ թուլանական տրամաբանության մեջ։ Դե երևի այդքան խելք չունեն։ Դե ես այդ հարցով չեմ կարող օգտակար լինել, բայց չէ, ամերիկացիներ չեն հասկանում ինչ է։ Հա, դա իհարկե շատ անտրամաբանական մտահանգում է, բայց իսկապես Թրիփը մենք եթե հետևենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, այս վարչակազմի արդեն այնքան էլ նոր չէ, աշխարհում հարաբերություններ զարգացնելու տրամաբանությանը մենք տեսնում ենք, որ շատ են օգտագործում գործարք բառը եւ նրանց համար շատ կարեւոր է հարաբերությունների տնտեսական առևտրային կոմպոնենտը եւ Թրիփ նախագիծը եւս այդ տրամաբանության շրջանակներում պետք է դիտարկել, որովհետեւ այն որպես թե տրանսկասպիան հաղորդակցության մաս եւ թե միջանցքի մաս, այսինքն ավելի լայն մեծ միջազգային հաղորդակցության կտոր հսկայական օգուտներ է բերելու թե Միացյալ Նահանգներին եւ թե Հայաստանի Հանրապետությանը եւ ըստ տեսանկյունից մեզ դա ծառ է տալիս։ Թրիփի մասին քանի որ խոսք գնաց, տեսեք, միգուցե իմ մոտ սխալ տպավորություն է կամ ոչ միայն ինձ մոտ, բայց այնպեսի տպավորություն է, որ քանի գնում է Թրիփի ակտիվացումը ծրագրի նկատի ունեմ, արդեն եկել են նախագծողները, հա, ամերիկյան չափումներ են սկսել անել, որքանով որ ես եմ տեղյակ,
Չեմ ասում այդքանով, բայց այսպես տպավորություն կա, թե եվրոպական ուղղությունը մի քիչ пассивացել է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես ֆրանսիական ուղղությունը։ Եթե ժամանակին մենք շատ ակտիվ էինք, փոխայցեր եւ այլն, հիմա այդ ակտիվությունը չի նկատվում, թե իրոք մտահոգվելու ինչ-որ խնդիր։ Գուցե չի նկատվում, մտահոգվելու խնդիր չկա, Եվրոպական միությունը եւս նաեւ շահագրգռված է որևէ կերպ օժանդակել տարածաշրջանում ապաշրջափակմանը, թե Հայաստանի հետ իր հարաբերություններում եւ թե Ադրբեջանի հետ իր հարաբերություններում, բայց Եվրոպական միության հետ մենք շատ այլ ուղղություններով շատ լուրջ կոնկրետ համագործակցություն ունենք։ Վերջերս հաստատվեց Եվրոպական խաղաղության ֆոնդից Հայաստանին տրամադրվելիք հերթական աջակցության 20 միլիոն եվրոյի չափով մենք վիզաների ազատականացման իրոք գործնական հարցեր են Եվրոպական միության հետ քննարկում, վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկել է, բանակցություններն ավարտել են եւ մենք այդ հարցերով ենք համագործակցում շատ մեծ է Եվրոպական միության հետ մեր գործընկերության ծավալը, նաև ֆինանսական ծավալը են հարաբերությունների եւ ի վերջո Հայաստանում այս տարի ամենամեծ եվրոպական ֆորումն է տեղի ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի կակատնաժողովը մայիսի 4-ին եւ ես կարծում եմ անհանգստանալու որևէ առիթ չկա։ Դեպ արդից օգտվելով ասենք մայիսի 4-ին հարգելի երևանցիներ գնացեք Երևանից։ Քաղաքականացած ոչ աշխատանքային օրը։ Հիմա վերադառնալով պարոն Վենսի այցին, տեսեք, ձեր ընդդիմադիր գործընկերները մասնավորապես եւ ոչ միայն նրանք պնդում են, որ վարչապետի եւ փոխնախագահի այս հանդիպման ժամանակ վարչապետի հիմնական պահանջը, խնդրանքը, ես չգիտեմ, դա պիտի լինի, այն որ մի կողմ դնենք թրիփ եւ այլն, դուք զբաղվեք Բաքվում պահվող մեր պատանդառված հայրենակիցներով, որոնց արդեն 3 օր առաջ, եթե չեմ սխալվում, 3 օր անցավ դատավճիռները հրապարակվեցին, մի քանիսին ցմահ բանտարկություն, մյուսներին բավական երկարատև բանտարկության դատավճիռներ հրապարակվեցին, այ պիտի ամեն ինչ թողնել մի կողմ ու ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ վերադառնան։ Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի, կառավարության այլ ներկայացուցիչների, ազգային ժողովի պատգամավորների խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում չկա մի հանդիպում քննարկում միջազգային գործընկերների հետ, որտեղ գերների եւ պահվող անձանց հարցը չբարձրացվի եւ քննարկում չլինի եւ ես վստահ եմ, որ այս հանդիպմանը եւ բոլոր Միացյալ Նահանգների հետ այդ շփումներում այդ հարցը քննարկվում է, այլ բան, որ դա գուցե գլխավոր լուրը չի դառնում այդ հանդիպումներից հետո, որովհետև դա մեր ընտրությունն է, որովհետև հումանիտար հարցերի վերաբերյալ շատ խոսել հաճախօգուտներ չեն բերում, բայց մենք նաև տեսնում ենք, որ որոշ առաջընթաց տեղի ունեցավ ի վերջո այս հարցում, մենք վերջերս կարողացանք 4 գերեվարված պահվող անձինք Հայաստան բերել եւ մենք շարունակելու ենք այս աշխատանքը։ Իդեպ շարունակելու ենք այս աշխատանքը անկախ պահվող 19 անձանց նախկինում ունեցած կարգավիճակին, որովհետև ես նաև տեսնում եմ ընդդիմադիր շրջանակներում հաճախ տարանջատում է տեղի ունենում խմբերի են բաժանում մարդկանց, ինչը անընդունելի է, որովհետև սա հումանիտար հարց է, այդ բոլոր մարդկանց մենք հավասարապես համարում ենք Հայաստանի քաղաքացիներ եւ այդ մարդիկ պետք է վերադառնան Հայաստան, բայց նաև անտրամաբանական է բոլոր հարցերը մի կողմ թողնել եւ միայն այդ հարցով խոսել, որովհետև նորից եմ նշում, Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները շատ գործնական փուլ են մտել եւ այդտեղ մեծ օրակարգ կա, որը մենք պետք է առաջ մղենք եւ այս հանդիպումը չի կարող չծառայել նաեւ այդ օրակարգերի մասին խոսելու համար։ Հիմա տեսեք, էկոնոմիկայի նախարարը մեր եթերում ասում է, որ հանրային ռադիոյի նկատի ունեմ, որ Ադրբեջանի հետ մեր տնտեսական հարաբերությունները կարող են ունենալ այնպիսի տեսք, որ ասենք փոխադարձ առևտուրը կազմի տարեկան 750 միլիոն ամերիկյան դոլար։ Չգիտեմ ինչ հաշվարկների հիման վրա էր այդ ամենը ասվում, բայց բնականաբար հասկանալի որ Հայաստանի Հանրապետության այսպես մուրազը չի Ադրբեջանի հետ առևտուր անելը, մեր հիմնական նպատակը դա ապաշրջափակումն է, այսինքն որ արևելք, արևմուտք, հարավ, հյուսիս այս գծերը ազատ հանգիստ լինեն, որ մենք կարողանանք Ղազախստանի հետ կապվել երկաթգծային կամ ճավթու ճանապարհային տարբերակով, Ռուսաստանի հետ կապ լինի, Եվրոպայի հետ, Թուրքիայի միջոցով լինի այդ ամենը, Հնդկաստանի հետ ուղիղ ճանապարհ ունենանք եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա
էլի պնդումներ կան, որ եթե մենք խոսում ենք ապաշրջափակման մասին, այս դեպքում բուժում է Վրաստանը ինչ-որ չափով, բայց մենք նոր կախվածություն ենք ձեռք բերում, ասենք Լարսը փոխարինում ենք Ադրբեջանով։ Այդ զավեշտալի իրականում մեկնաբանություն է, որովհետև մենք ոչ թե մենք ավելի քիչ կախվածություն ենք ունենում ընդհակառակը, որովհետև մենք հիմա ունենք կախվածություն Լարսից եւ մեր տնտեսվարողները կփաստեն, որ ցորեն ներկրող կամ այլ ապրանքներ, որոնք պատրաստում են ներկրել, որ Ադրբեջանի տարածքով երկաթուղու բացումը, սահմանափակման հանումը մեզ դուրս է բերել որոշ առումով կախվածությունից եւ ինչքան շատ լինեն ճանապարհները, այնքան կախվածությունները քիչ։ Ես նաև այդ երկու հարցը չէի տարաջատի Ադրբեջանի այդ առևտրի ծավալի մեծացումը եւ ապաշրջափակումը, դրանք փոխ լրացնող հարցեր են եւ դուք նշեցիք մեր մուրազը, չէ, ես կարծում եմ, չէ, գուցե եւ մեր մուրազն է, որովհետեւ մենք հարևան երկրից ապրանքներ ներկրել եւ ապրանքներ վաճառելը շատ ավելի արդյունավետ եւ էժան է, որովհետեւ լոգիստիկ ծախսերը զգալիորեն կրճատվում են ճանապարհների վրա։ Վերջին անգամ լիմոնադից եւ գինուց բացի վրացական ինչ ապրանք եք տեսել մեր խանութներում։ Ես ապրանքների ցանկը չեմ կարող ասել Վրաստանի հետ մեր տնտեսական շրջանառության, բայց մենք իհարկե կա գինիներ վրացական նաև շատ եմ տեսել, բայց մեր հարևանների հետ ունենք այդ պոտենցիալ զարգացնելու նաև մեր առևտրաշրջանառությունը եւ պետք է ուղղությամբ աշխատել, մենք պետք է նաև քննարկում կա այս պահին, թե ինչ է Ադրբեջանը հետաքրքրված Հայաստանից ներկրել, որովհետեւ այդ շատ կարևոր է այդ առևտուրը երկկողմ լինի, որպեսզի միայն մենք Ադրբեջանից ներկրումներ չանենք։ Իհարկե Ադրբեջանը ունի այնպիսի ապրանքներ, որոնք շատ կարևոր ապրանք դա նավթամթերքն է, բենզինն է եւ այլն, որ շատ կարեւոր է մեր քաղաքացիների համար, մեր տնտեսվարողների համար գների կայունացման, իջեցման տեսանկյունից, բայց մենք էլ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ ունենք, որով նաեւ Ադրբեջանը հետաքրքրված է, ես գիտեմ, որ Աբու Դաբի բանակցություններում շատ մեծ ծավալով հենց տնտեսական համագործակցության հարցերն են քննարկվել եւ այս հարցում ես կարծում եմ նորություններ կլինեն։ Քանի որ բենզինի մասին խոսք գնաց, ես այսպես չեմ ուզում էլի սառաջուր լցնել այս ամենի վրա, բայց խոսակցություններ կա, որ Ադրբեջանը իրականում պրեմիում դասի բենզին չի արտադրում ըստ էության, այդ առաջինը, երկրորդը ես մի բան հիշեցնեմ, ինքը հին պատմություն է բավական 19 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի միջև կնքվեց համաձայնագիր, որով Ղազախստանը պետք է բավական էժան, բավական մատչելի գներով բենզին մատակարարեր Հայաստանի Հանրապետությանը։ Այդ համաձայնագրի ճակատագիրը որևէ մեկին հայտնի չի, ամենայն դեպս որ Ղազախստանից բենզին չի եկել, դա փաստ է։ Էժան բենզին չի եկել, առավել եւս։ Հիմնականում եկել է Ռուսաստանից, եկել է Ռումինիայից եւ այլն։ Հիմա որքանով օրինակ, երբ էլի եմ ասում, երբ այդ մտավախությունը կա, որ Ադրբեջանը իրականում վերավաճառում է բենզինը, այսինքն կոպիտ ասած ռումինական բենզինը բերում է Ադրբեջան, հետո մեզ ասում է, վայ մենք ձեզ բենզին տվեցինք։ Որքանով ենք մենք վստահ, որ դա էլի քաղաքական ազդեցության գործիք չի դառնալ։ Ես ադրբեջանական բենզինի դրա որակի մասնագետ չեմ եւ չեմ կարող մեկնաբանել, բայց ինձ հայտնի է, որ եւ նաեւ էկոնոմիկայի նախարարի լսելով հայտնի է, որ Ադրբեջանից մենք ներկրում ենք ադրբեջանական բենզին, ինչ վերաբերում է ղազախական բենզին չներկրելուն, այստեղ էլ կրկին լոգիստիկ խնդիրն է եղել, գլխավոր խնդիրը հիմա գուցե ստեղծվել է հենց այդ հնարավորությունը, որպեսզի մենք կարողանանք դա ներկրել ամեն ինչ է քաղաքական, հատկապես մեր եւ Ադրբեջանի հարաբերություններում, բայց եթե մենք այդ դիտանկյունից նայենք այս հարցին, ասենք միտեղ մեզ գցելու են հաստատ, մենք չենք կարող առաջ գնալ։ Եւ այս խաղաղության գլխավոր երաշխիքը դա այդ առևտուրն է, տնտեսական փոխկախվածություններ ունենալը, որը ավելի խորանալու եւ ամրապնդվելու է, երբ որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ուղիղ տեղի ունենան այդ փոխադրումները, երբ որ երկաթուղին աշխատի եւ մայրուղիները բացվեն։ Այս առումով ես նկատում եմ եւ մենք նկատում ենք, որ Ադրբեջանը եւս ունի հետաքրքրվածություն եւ դա է ցույց տվել նաեւ վերջի բանակցությունները,
ուստի ես չէի ցանկանա կոնսպիրացիաների գիրք ընկնել։ Իհարկե մենք ունենք շատ դաժան արյունոտ 30-ամյա պատմություն եւ ամեն ինչ պետք է հաշվի առնենք մեր հարաբերությունները կառուցելիս, բայց չպետք է դոփենք տեղում, մենք պետք է առաջ գնանք եւ փորձենք եւ նաեւ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, երբ որ բացվի սահմանը, մենք պետք է փորձենք նաեւ հասկանալ, թե տնտեսական ինչպիսի մոդել է մեզ հետաքրքրում Թուրքիայի հետ հարաբերություններում։ Քանի խոսք գնաց խաղաղությունից, տեսեք, շատ իմ մոտ այդ թվում, հա, մտավախություններ կան կապված հենց Ադրբեջանի հետ, որովհետեւ Ադրբեջանը շարունակում է զինվում է ինտենսիվորեն, մեծացնում է ռազմական բյուջեն եւ այնքան էլ հասկանալի չի, թե դա ում դեմ է լինելու։ Ես չեմ կարծում, թե Վրաստանի հետ ինչ-որ կոնֆլիկտ է լինելու, այնտեղ մնում է 3 տարբերակ ընդամենը՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն։ Հիմա մենք որքանով ենք վստահ, որ այդ ամենը մեր դեմ չի լինելու, որովհետեւ մենք մի անգամ արդեն այդ յուղի մեջ տապակվել։ Տեսեք, պետքա փաստերին նայենք։ Ադրբեջանը եւ Հայաստանը հռչակել են, որ հաստատել են խաղաղություն։ Նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը եւ ես հույս ունեմ, որ մոտ ապագայում նաեւ դա կստորագրվի այդ պայմանագիրը։ Եվ այս պայմաններում ակնկալել բախենալ կամ այդ սպառնալիքից մի քիչ տրամաբանական չեմ համարում, Հայաստանը եւս զինվում է եւ ակնհայտ է, չէ, որ Հայաստանը չի պատրաստվում իր 4 հարևաններից որևէ մեկի վրա հարձակվի։ Այս ժամանակակից աշխարհում բոլորը զինվում են, Եվրոպական միության երկրները այդ երկար դադարից հետո, հա, սկսել են զինվել երկրներ, որոնք բացարձակ խաղաղության պայմաններում են երկար տարիներ ապրել եւ չի որ իրանց կամքով են դա, բայց ժամանակակից միջազգային հարաբերություններում մի տեսակ ամեն ինչ շատ խառնվել է իրար, էլ ուր մնաց մեր տարածաշրջանի համար եւ որը կոնֆլիկտի մեջ է եղել եւ այդ սպառազինությունների բանի նման են, հա, իրանք հեռախոսի պես են անընդհատ պետքա թարմացնել դա։ Եվ այս առումով տրամաբանական է, որ մենք եւս ունենք գործընկերներ, որոնց հետ շատ արդյունավետ կարողանում ենք անել այդ լուծել այդ հարցը եւ սպառազինություններ ձեռք բերել, որը նպատակ ունի պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները եւ որը նպատակ չունի որևէ մեկի դեմ ուղղված չէ եւ հանգամանքները վերջին ամիսների կես տարվա նաև ցույց են տալիս, որ Ադրբեջանը եւս հակված չէ հարձակվել Հայաստանի վրա, որովհետեւ այնպիսի ես ուղղակի չեմ կարողանում այդ 29 զամբյուղի մեջ տեղավորել Հայաստանին արտահանել Հայաստան նավթ բացել երկաթուղին Հայաստանի համար եւ միևնույն ժամանակ պատրաստվել Հայաստանի դեմ պատերազմի ինձ թվում է դա տրամաբանական չէ եւ մենք կարծում եմ հասնում ենք մի հանգրվանի որ տեղից խաղաղությունը անդառնալի է դառնալու Ես Ադրբեջանի տարածքային պահանջները արևմտյան Ադրբեջան խոսույթով եւ այլն դրանք ավարտվել են թե ինչ Ես չեմ կարող այդ արձանագրումը անել, որովհետև բարբերաբար լսում ենք եւ նաեւ բարբերաբար մենք արձագանքում ենք, որ դա նպաստ չի բերում խաղաղության process-ին եւ մեր հարաբերությունների կարգավորմանը, բայց նաեւ ես պիտի նշեմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը այդ նախաստորագրված խաղաղության համաձայնագրով եւ խաղաղության հռչակագրով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ իհարկե պիտի խոստովանեմ, որ որոշ առումով իջել է այդ ռետորաբանությունը վերջի շրջանում իհարկե տարբեր վերլուծաբաններ կասեն, որ դա նաև ներքին լսարանի համար արվող հայտարարություն են եւ այլն, ես չեմ ցանկանում այդ դաշտ մտնել, բայց մենք բազմիցս ասել ենք, որ վերադարձի թեման այս փուլում եւ ընդհանրապես բարձրացնելը երկու կողմերին էլ օգուտ չի բերում, որովհետև դա մի թեմա է, որը որևէ տեղ կոմպրոմիսի չունի, այսինքն մենք պետքա ֆիքսվենք, կենտրոնանանք մեր հարաբերությունների կարգավորման, տնտեսական հարաբերություններ ստեղծելու, խաղաղության պայմանագիրը վերջում ստորագրելու եւ ավերացնելու վրա։
Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։